Արդեն 6-րդ տարին է Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում անցկացվում է միջոցառում նվիրված հաշմանդամության միջազգային օրվան։ Դպրոցի աշակերտական եւ ուսուցչական խորհուրդը տնօրինության գլխավորությամբ իրականացնում է ձեռագործ իրերի, խաղալիքների, նկարների եւ հայկական ավանդական ուտեստների ցուցահանդես վաճառք։ Ներկայացված ապրանքատեսականին դպրոցի սաների ձեռքի աշխատանքներն են, որի վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու է դպրոցի ներառական կրթական համակարգում սովորող աշակերտների ընտանիքներին։ Խաղալիքները կարողանում են հայկական ավանդական ուտելիքների բաղադրությունը իմանալ, պատրաստել։ Հիմա դուք կհամտեսեք, ես համտեսեցի աղի բլիթը։ Հայկական սեղանն է, գումարը պետք է տրամադրվի հաշմանդամ երեխաներին, պատրաստված է բոլորը շատ սիրով, աբուրն է, հայկական ավանդական, հերիսան, կաթան։ Ավանդական դարձած բարեգործական ցուցահանդեսին երեխաները մեծ ոգևորությամբ են մասնակցում։ Ըստ կազմակերպիչների նման նախաձեռնությունները կրում են դաստիարակչական բնույթ։ Դրանք նպաստում են, որ երեխաներն ավելի ուշադիր եւ կարեկից դառնան միմյանց նկատմամբ։ Հաճույք եմ ապրում, որ կարողանում են փորձում են ինչ-որ իրենց տանջանքով, իրենց աշխատանքով մի փոքրիկ խնդիր լուծել իրենց հաշմանդամ ընկերների, ընկերուների համար։ Սա շատ եմ կարևորում, որ փոքր տարիքից մարդը պետք է հասկանա, որ ինքը ոչ միայն վերցնելու իրավունքներ ունի, այլ նաև տալու պարտավորություն ունի։ Ցուցահանդես վաճառքի շահառուն ավելի շատ այն երեխան է, ով կազմակերպում է որովհետեւ մի իր սարքում, որպեսզի վաճառվի, կազմակերպում է միջոցառում, քան այդ միջոցառումից օգտվող երեխան, որովհետև իր մեջ մտածելակերպի մշակույթ է փոխում։ Նա արդեն մտածում է, որ կարող է ինքը օգնել, իսկ եթե երեխան դառնում է օգնող, հանդուրժող, տոլերանտ, այլևս այդ երեխան լավ քաղաքացի կլինի։ Հենց այս տարիքից է սկսվում, որպես իրենք կարողանան իրենց ուժերի ներածին չափով, իրենց միջոցներով ինչ որ կարող են։ Հիմնականում այստեղ վաճառվում է իրենց ձեռքի աշխատանքը։ 7-րդ դպրոցն առաջնորդվում է իրավահավասար պայմաններ յուրաքանչյուր աշակերտին սկզբունքով։ Այստեղ ամեն ինչ կառուցված է թիմային աշխատանքի վրա։ Հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների համար էլ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները։ Մեր նպատակը շատ հստակ է լինել այն երեխաների կողքին, որոնք կարիք ունեն, ջերմության կարիք ունեն, վերաբերմունքի, խնդիրը նյութական օգնությունն չէ, խնդիրը բարոյական օգնությունն է։ Իրենց բնույթով տարբեր, բայց նորից բարեգործական համարվող շատ ու շատ միջոցառումներ կատարվում է դպրոցում։ Դպրոցում նման երեխաներ շատ կան եւ նրանք մեծ ջերմության ու սիրո կարիք ունեն եւ այս միջոցառումը եւս նվիրված է այդ օրվան, որպեսզի իրենք իրենց մոռացված ու անտեսված չզգան։ Պատասխանատուները կարևորում են նման նախաձեռնությունների անցկացումը ուսումնական հաստատությունում եւ վստահեցնում, որ այս օրինակ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ։